Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 4-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում հայկական օրորներ համերգային ծրագրի շրջանակում կհնչեն չբացահայտված կոմիտասյան օրորները եւ պատմական Հայաստանի օրորները։ Այդ առիթով ես ունեմ հրաշալի հյուրեր, սիրով ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներկչուհի սոպրանո Մագդա Մկրտչյան, բարի լույս, դաշնակահարուհի միջազգային մրցույթի դափնեկիր Նունե Մելիք Վրթանեսյան, բարի առավոտ, եւ Զարա Խաչատրյան ու Դավիթ Գրիգորյան, նրանք Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի աշակերտներն են, Մագդա Մկրտչյանի սաները։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Համերգը նշենք հենց ի սկզբանե, որ հետաձգված համերգ է, նախնական պայմանավորվածությունը համերգի օրը մարտի 20-ն էր որոշված, բայց բոլորիս վատառող չլինելու հետևանքով, որը նաև ձեզ է հասել փաստորեն, հետաձգվել է համերգը ապրիլի 4-ին եւ մարդիկ, ովքեր ձեռք են բերել տոմսեր, իրենք հանգիստ կարող են նույն տոմսերով ապրիլի 4-ին մասնակցել համերգին, այնպես որ ոչ մի բհատվելու, այսպես պանիկայի տարբերակ չկա, ամեն ինչ նորմալ է։ Հիմա համերգի մասին, ինչ ծրագիր է սպասվում, որովհետև ես գիտեմ, որ հայկական օրորները ձեր ձայնասկավառակը արդեն կա, վաղուց կա, եւ հիմա համերգի տարբերակից խոսենք։ Համերգին հնչեն Կոմիտաս կներեք ձայնից համար, պատառող չեմ, Կոմիտաս վարդապետի չբացահայտված օրորները, նաեւ պատմական Հայաստանի օրորները, որի ձայնասկավառակը արդեն վաղուց կա, իսկ Կոմիտաս վարդապետի օրորները ես վերջերս ձայնագրեցի հանրային ռադիոտան հետ միասին եւ պահպանված է ոսկե ֆոնդում այնտեղ։ 12 օրոր։ Այո, եւ համերգի ընթացքին կհնչեն այդ ճկնաղ, գեղեցիկ, մենք նույնիսկ չենք ճանաչում այդ օրորները, բայց հիանալի օրորներ են սպասվում այդ օրը լսելու ու ընկնդրելու մեր հանդիսատեսը։ Ես մի քիչ վախենում եմ ձեզ շատ հարցամ, որ ձեր ձայնալարը ավելի չվատթարացնենք։ Կփորձեմ։ Հիմա հասկանանք մի քիչ ծրագրի հետ կապված։ Նախնական ոնց որոշվել է այդպես կլինի, թե փոփոխություններ կլինեն ընթացքում, քանի որ համերգը հետաձգվել է եւ մի քիչ ավելի շատ ժամանակ հիմա ունեք։ Հույս ունենք, որ Մագդան կարող չանա կմնա նույնը։ Իդեպ օրորները չունեին մշակումներ դաշնամուրային եւ մեր շատ սիրելի Նունե Մելիք Վրթանեսյանը այդ մշակումները արեց եւ շատ գեղեցիկ են իր մշակումները։ Ես ուրախ եմ այդ առիթով եւ մեր օրորները այնքան բազմազան են իրենց բնույթով։ Այդ օրը գուցե հանդիսատեսը կմտածի ինչպես պետք է ես մի ամբողջ 1 ժամ օրոր լսեմ, բայց մեր օրորները ոչ միայն երեխային քնեցնելու նպատակով է։ Բարերքային օրորներ կան պատմական թեմատիկայով պար օրորներ, կան օրորներ, այ որ զատկի օրն են երգում, մեր փոքրիկները այդ օր պարճոր այդ օրը կերգեն։ Քիչ անց իհարկե կանդրադառնանք փոքրիկներին եւ կվայելենք իրենց ձայնը նաեւ մեր տաղավարում։ Մշակումների մասին եկեք եւս խոսենք, որովհետեւ առհասարակ Կոմիտասին դիպչելը աշխարհի ամենապատասխանատու եւ վախենալու գործն է։ Դրա համար իմ համար էլ շատ դժվար էր ու վախենալու ինչ որտեղ։ Գիտեք, մենք մտածեցինք մի քիչ ակապելա, օրինակ ձայնագրությունները ամբողջովին ես ակապելա եմ ձայնագրել, այնպես ինչպես բնօրինակն է։ Բայց քանի որ համերգ է, ամբողջը չես կարող ակապելայով երգել եւ շատ գեղեցիկ է ստացվել, փորձել ենք զուսպ հարստացնենք էլ ինչ որ չափով, ինչքան որ ստացվեց, այո, մոտիկ Կոմիտասի։ Իդեպ ես շատ ուրախ եմ, որ պետք է Արամ Խաչատրյան տուն-թանգարանում երգեմ։ Մեր մեծերը եւ Արամ Խաչատրյանը շատ մեծ տեղ է տվել օրորներին եւ նա միշտ ասել է, որ այդ օրորոցի կողքին երգվող երգերը ոնց որ կարծես թե իրենց մեջ հացի նման մի բան լինի եւ նրա մոր նկարը դրված է եղել միշտ իր դաշնամուրի վրա, որպեսզի այդ զգացողությունները չկորցնի։ Պետք է ասեմ, որ այդ ակնաօրորներն էլ, որոնք որ պետք է երգեմ, իսկապես շատ գեղեցիկ են, շատ սիրուն են, նորից պետք է կրկնվեմ, նրանք չեն բացահայտված, ինձ համար էլ մեծ պատիվ է, որ կներկայացնեմ։ Փոքրիկներ, դուք օրորներին ծանոթացել եք երաժշտական դպրոցում, թե տանը ձեզ համար փոքր տարիքում երգել են օրորները, որպեսզի քնեք։ Դպրոցում մեր երաժշտական սովորել ենք։ Դուք այն տարեկան եք։ Առաջին դասան 6 տարեկան։ Ես 6-րդ դասան եմ, 11 տարեկան։
Ահա, իսկ այդ տարի որ հաճախում եք երաժշտական դպրոց։ Ես առաջին տարին եմ գալիս։ Ահա։ Ես չգիտեմ։ Դավիթը նոր երկրորդ տարի։ Երկրորդ տարի։ Նախապատրաստականում է դիմը արդեն առաջին դասարան։ Փաստորեն 1 տարի, 2 տարի եւ արդեն կոմիտասյան օրորները կարողանում են կատարել։ Իրենք շատ համերգների արդեն ներկայացել են, օրորների համերգը մեր 4-րդ օրորների համերգն է լինելու եւ իրենք երգել են, այո, շատ օրորներ ներկայացրել են։ Դες հիմա առաջարկում եմ վայելենք նրանց հրաշալի ձայնը նաեւ մեր տաղավարում։ Կկատարեք մեզ համար որևէ օրոր։ Կատարենք օրպար երգը։ Ահա, գնացինք։ Օրպար, ոսկե գնդին բարեբար, օրպար, ոսկե գնդին բարեբար, մեծ պապարի գողտուկ տար, շատ պստիկ է չենք տա, մեծ պապարի գողտուկ տար, շատ պստիկ է չենք տա, ջորանենք, ջոր պարանենք, ոսկե թախտին բարանենք, ջորանենք, ջոր պարանենք, ոսկե թախտին բարանենք, Զատկին մենք նոշոր կարենք, սայր մաշվի նորնանենք, Զատկին մենք նոշոր կարենք, սայր մաշվի նորնանենք, Օրպար, ոսկե գնդին բարեբար, Օրպար, ոսկե գնդին բարեբար։ Շատ ապրեք, շատ ապրեք։ Այնքան հրաշալի է տեսնել փոքրիկներին կոմիտաս կատարելիս եւ այդ մաքուր երաժշտությունը, որ փոխանցում են, շատ հաճելի է։ Շնորհակալություն ձեզ մեր առավոտը գեղեցկացնելու համար։ Պատմական Հայաստանի օրորները, բայց ես ինքս արդեն կերկեմ կոմիտասյան բոլոր օրորները այդ համերգին։ Կներեք ձայնիս համար եւս մեկ անգամ։ Ես կուզեմ մի քիչ պատմեք օրորների մասին, նաեւ քանի որ շատ են, չէ, 80-ից ավելի օրոր կա, ես երևի ավելի քիչ եմ ասում։ Այո, ճիշտ եք ասում, մենք աշխարհում երևի թե ամենաշատ օրորներ ունեցող ազգությունն ենք, ես տարբեր օրորներ եմ երգել, բայց այդքան որքան մեր օրորներն են, իսկապես չեմ հանդիպել եւ այդքան տարբեր բնույթի, տեսակ զատկին երգվող եւ մեր պատմությունը կարող է սովորել եւ ամեն ինչ տղաների համար հատուկ օրորներ կային, որ մեր պապերն են երգել, որպեսզի այդ տղաները խիզախ եւ ուժեղ ճիշտ հայ ոգով երիտասարդներ մոտենան եւ մեր օրորները ազգապահպան երևույթ են իրենց տեսակով չգիտեմ շատ մեծ դեր է խաղացել օրորները ես ուզում եմ որ այս ավանդույթը վերականգնվի մենք շատ երգենք եւ ներկայացնենք մեր ժողովրդին այս գանձերը։ Եվ կա օրոր կամ մի քանի օրորներ, որոնք առանձնահատուկ ձեր սրտին դիպչել են եւ այսպես իրենք շատ յուրահատուկ տեղ ունեն ձեզ համար։ Շատ բոլորը մերն են, բայց երբ որ ես արմատներով Կեսարիայից եմ, մի ուրիշ զգացողություն զգացի, փշաքաղվեցի, կարծես թե գիտեի, չգիտեմ, ոնց որ իմ արյան մեջ լիներ այս ամեն ինչը, բայց միևնույն է, բոլորը մերն են։ Այդ օրը ի դեպ հանդիսատեսն էլ պետք է երգի, Սասնա օրորը, Ռուրի, մենք արդեն մի քանի անգամ այդպես արել ենք, պատկերացրեք մարդիկ չեն երգել, չեն լսել այդ օրորը, բայց առաջին երկու մի քիչ նոտաներով նվագում ենք եւ մեկից երգում են բոլորը։ Եվ քանի որ կոմիտասը համաշխարհային արժեք է, ինձ շատ հետաքրքրում է համերգը կգնա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ես օրինակ շատ եմ ուզում, որ որովհետև շատ արժե դուրս բերել սփյուռքահայությանը եւ առհասարակ պետք է աշխարհը ճանաչի։ Այո, ոչ միայն սփյուռքի հայերին, այլև ամբողջ աշխարհին կարող ենք ներկայացնել մեր այն գանձերը մշակութային, որոնք ունենք։ Մենք պետք է անենք, եթե Կոմիտաս վարդապետը ինքը ազդարարել է մեր երաժշտությունը եւ աշխարհին ապացուցել է, որ մենք ունենք դեմք,
մշակույթ, երաժշտություն, ուրեմն մենք պետք է շարունակենք այդ գործը։ Եվ ինձ հետաքրքիր է փոքրիկների համար կան սիրելի օրորներ, թե դուք եք ընտրում իրենց համար, թե իրենք ունեն, ասում են, կարող եմ ես սա կատարել, որովհետև ես ընտրեցի, իրանք մի հատ էլ մի օրոր էլ գիտեն, պարպար է կոչվում, Կեսարիայի օրոր, բայց այս անգամ չեն երգի համերգին, իսկ մնացած այլ համերգներում երգել են ու շատ լավ գիտեն այդ օրորը։ Եվ ուզում եմ հասկանալ ինչ շարունակություն է ունենալու համերգից բացի օրորներին, ինչ է սպասվում, այսինքն կան դեռ օրորներ, որոնք չմշակված են կամ նոր ուսումնասիրելու եք, թե արդեն ամբողջը ինչ գտել եք։ Բավականին, այո, բավականին մեծ մասը մշակել եմ, ինչպես նշեցի, ձայնագրել եմ, որպեսզի չկորցնենք այս օրորները, որտեղ ես կոմիտասագետների հետ աշխատեցի եւ զարմացած եմ, որ այսօր չեն կատարել այս կոմիտասները եւ իրենք ինձ ասեցին, որ դու շատ մեծ աշխատանք ես իսկապես անում, որովհետեւ իսկապես չեն երգել։ Նույնը հարցրեցի մեր ազգային ոսկե այս ֆոնդում եւ հարցեցի, իրոք չկա կատարումներ եւ հասկացա, որ շատ ափսոս, որ չի եղել կատարումներ, բայց ուրախ եմ, որ հիմա կլինի կա ու շատ եմ ցանկանում, որ բոլոր երգիչ-երգչիները երգեն։ Շնորհակալություն շատ այն մեծ հսկայական աշխատանքի համար, որ անում եք եւ այն կարեւոր աշխատանքի համար, որ անում եք։ Ես ուզում եմ ձեզ նվիրել մեր գործընկերոջ կողմից Պուր Կարբո Իջևանի գինու գործարանի կողմից այս կարմիր չոր գինին, որը կարծում եմ համերգից հետո կբացեք եւ կտոնեք երեկո։ Եվ ձեզ իհարկե առողջություն եմ մաղթում, որպեսզի համերգը կրկին հետաձգելու կարիք չունի։ Արդեն լավ կլինի ձայնը։ Այո։ Եվ իհարկե բրազիլական Տրամոնտինա ընկերության կողմից ձեզ ուզում եմ նվիրել մեր գործընկերոջ խոհանոցային պարագան, որը կթեթևացնի ձեր գործը խոհանոցում, որովհետև վստահ եմ այնտեղ եւս ստեղծագործում եք։ Շնորհակալություն։ Մերսի։ Ձեզ եւս շնորհակալություն։ Ես մեր շատ սիրելի հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ ապրիլի 4-ին մարտի 20-ի հետաձգված համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում հայկական օրորներ համերգային ծրագրի շրջանակում եւ կհնչեն չբացահայտված կոմիտասյան օրորները, ինչպես նաեւ պատմական Հայաստանի օրորները։ Այս հաճելի երեկոն բաց թողնել պետք չէ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ առավոտը սկսեցիք ինձ հետ։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։